Հանձնարարական 12 զեկուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման համար մրցույթ հայտարարելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, հաշվի առնելով 27 թվականին Երևանում հյուրընկալվող համաեվրոպական մրցաշարը եւ Ազարյանի մարզադպրոցի կառուցման հրատապության հիմքը ունենք կառավարության կողմից հաստատված որոշում, որով մարզադպրոցի կառուցումը համարվել է անհետաձգելի եւ հրատապ եւ այդ հիմքով արդեն կա քաղաքապետի որոշում ստորագրված դեռևս անցյալ ուրբաթ օրը մեկ անձով գնումները կազմակերպելու համար կապալի եւ տեխնիկական հսկողության աշխատանքների եւ այս շաբաթ արդեն կմեկնարկենք պայմանագրի կնքման եւ հետ այսօր արդեն շինարարության գործընթացը եւ այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ այս հանձնարարականը արդեն հանել զեկուցումների ցանկից հետագայում արդեն հանրային լրատվության եւ լուսաբանման միջոցներով աշխատանքների ընթացքը կապահովենք եւ հուսամ արդեն վերջում բացման արարողությանը բոլորը կկարողանան հետևել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, ես կառաջարկեմ ընդհանրապես վերաձևակերպել աշխատանքների ոչ թե արդեն կառուցման համար մրցույթ կազմակերպելու մասին պետք է լինի, այլ կառուցման ընթացքի մասին, որոշակի պարբերականությամբ զեկույցներ։ Մենք շատ սեղմ ժամանակ ունենք այս մարզադպրոցը կառուցելու համար եւ հուսով եմ կառուցապատող ընկերությունը մենք վստահ ենք, որ այդ կարողությունը ունի այս սեղմ ժամկետներում եւ որակով իրականացնելու այս աշխատանքները, որովհետեւ այս աշխատանքները մեր ամենակարևոր ծրագրերից մեկն են 2027 թվականին մենք աշխարհի առաջնությունը պետք է ունենանք 27-ին ճիշտ եմ ասում, չէ, պարոն Փամոկյան, եւ համապատասխան ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի դրա համար եւ հետեւապես ձեր հատուկ ուշադրությունը այս ծրագրի վրա Տիկին Բաբայան, պարոն Փամոկյան, դուք էլ կարծում եմ process-ի մեջ ներգրաված պետք է լինեք եւ որոշակի պարբերականությամբ այս դահլիճում մենք պետք է լսենք կառուցման աշխատանքների ընթացքի մասին, որոնք որ ոչ ստանդարտ ընթացքով պետք է գնան, այսինքն ռեժիմը այնտեղ աշխատանքի գրեթե երևի թե 24 ժամանոց պետք է լինի, որպեսզի հասցնենք եւ շատ կարեւոր է նաեւ որակական հատվածը, որովհետեւ համապատասխանաբար պահանջները նման կառույցի նկատմամբ մեզ մոտ շատ բարձր են լինելու եւ խստապահանջ ենք այդ առումով լինելու։ Շնորհակալ եմ, հաջորդը։